Ողջույն սիրելի ունկնդիրներ, ողջույն Պետրոս։ Ողջույն Մայրիկ։ Այսօր խոսելու ենք ու պատմելու ենք շախմատի մասին։ Ինչ է քեզ հետաքրքրում։ Շախմատը ստեղծվել եւ որ երկրում։ Շախմատը շատ հին ու խելացի խաղ է, այն ստեղծվել է մոտ 1500 տարի առաջ Հնդկաստանում։ Այն կոչվում էր չատուրանգա եւ մարդիկ խաղում էին այնպես, կարծես փոքրիկ պատերազմ լիներ բանակներով։ Իսկ այդ բառը չատուրանգա հենց նշանակում է բանակ։ Իսկ հետո ինչ եղավ։ Շախմատը որ երկրներ հասավ։ Այն Հնդկաստանից գնաց Պարսկաստան, հետո արաբական երկրներ ու վերջապես Եվրոպա։ Եվ այսօր շախմատ խաղում են ամբողջ աշխարհում եւ մեծերը եւ փոքրերը։ Իսկ Հայաստանում նույնպես շատ են շախմատ խաղում։ Այո, Հայաստանում շատ են խաղում շախմատ եւ այն շատ սիրելի խաղ է։ Մենք նույնիսկ առաջին երկրներից ենք, որտեղ շախմատը դպրոցական առարկա է, այսինքն երեխաները սովորում են մտածել ու լուծել խնդիրներ հենց շախմատի միջոցով։ Հայաստանից բացի որ երկրներում են դպրոցում շախմատ սովորում։ Շատ լավ հարց ես տալիս, շախմատը դպրոցում դասավանդվում է ոչ միայն Հայաստանում, օրինակ Իսպանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Արգենտինայում եւ Ամերիկայի որոշ դպրոցներում են սովորում շախմատ խաղալ։ Իսկ ով է ամենահայտնի հայ շախմատիստը։ Մենք շատ հայտնի շախմատիստներ ունենք, ամենահայտնիներից մեկը Տիգրան Պետրոսյանն է, նա 1963 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, ու նրան ասում էին երկաթե Տիգրան, որովհետև շատ ուժեղ էր պաշտպանվում եւ գրեթե երբեք չէր պարտվում, բայց մենք ունենք նաեւ մեր ժամանակներում հայտնի հայ շախմատիստներ, Լևոն Արոնյանն է, ով հաղթել է բազմաթիվ միջազգային մրցաշարեր եւ նա շատ ընկերասեր է ու սիրում է փոքրիկներին։ Ունենք նաեւ հայտնի եւ ուժեղ շախմատիստուհիներ, օրինակ Էլինա Դանելյանը, ով դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի։ Իսկ մեր թիմը հաղթել է ուրիշ երկրներին։ Այո, Հայաստանը 3 անգամ 2006, 2008 եւ 2012 թվականին դարձել է շախմատի օլիմպիական չեմպիոն։ Դա շատ մեծ հաղթանակ է մեր փոքրիկ երկրի համար։ Իսկ ինչ է սովորեցնում շախմատը։ Իմ կարծիքով շախմատը սովորեցնում է մտածել, համբերել եւ ճիշտ պահին ճիշտ քայլ անել։ Իսկ դու ինչ ես կարծում, ինչ է սովորեցնում շախմատը։ Ես կարծում եմ, որ շախմատը մեզ ավելի շատ է թողում, որ ուշադիր նայենք, ամեն մի քայլին զգուշ ենք նայում, որ սխալ բան չանենք եւ մեկ-մեկ քայլ ենք անում, որ սխալ քայլ չանենք։ Այո, ճիշտ ես հասկացել, շախմատը ուսուցանում է մտածել մի քանի քայլ առաջ, շատ չշտապել որոշում ընդունելուց առաջ, դրա համար էլ այն համարվում է մտքի մարզանք։ Կասես ինչ քարեր կան շախմատում ու բոլորը նույն ձևով են շարժվում։ Ոչ, նավակը փղից ուրիշը, նավակը գնում է ուղիղ, այդ ու ձախ, փիղը գնում է անկյունագծերով։ Եվ ձին գնում է թռնելով։ Եվ թագուհին ամենաթանկ խաղաքարն է, ինքը 9 միավոր ունի։ Իսկ դու այդ ամենը որտեղ ես սովորել եւ երբ ես սովորել շախմատ խաղալ։ Ես այդ սովորել եմ իմ պապիկից ու իմ դասարանից մի քիչ։ Բայց դու նաեւ հիմա արդեն շախմատի ես, չէ՞, հաճախում։ Այո, Ով է քո մարզիչը։ ընկեր Էդգար։ Ես ուրախ եմ, որ դու շատ ես սիրում շախմատ խաղալ, որովհետեւ շատ հետաքրքիր խաղ է։ Այո, շատ հետաքրքիր խաղ է։ Իսկ կուզես նաև մրցումների մասնակցել այնքան լավ խաղալ, որ մրցակիցների հետ փորձես ուժերդ։ Չգիտեմ։ Մեր դասարանից կարամ։ Լավ, կտեսնենք դեռ։ Երբ։ Երբ որ ավելի լավ սովորես խաղալ։ Լավ եմ արդեն սովորում։ Դե ասա հաջողություն մեր ունկնդիրներին։ Դե հաջողություն։